Չնայած հայկական կողմի հայտարարություններին, որ Հայաստանի սուվերեն տարածքում Զանգեզուրի միջանցք կանունով որևէ պրոյեկտ չկա, Ադրբեջանի նախագահ Ալիևը շարունակում է կրկնել Զանգեզուրի միջանցք եւ դրա բացումը համարում Վաշինգտոնյան գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկը։ Զարգերակ EM-ի հետ զրույցում թուրքագետ Ռուբեն Սաֆրասյանը նշեց, որ Ալիևի խոսույթը ավելի շատ ուղղված է Ադրբեջանի ժողովրդին եւ ԱՄՆ-ն գիտի, որ նա դա անում է ներքին օգտագործման համար։ Վաշինգտոնյան փաստաթղթում, որը նաեւ ստորագրել է Ալիևը, չկա Զանգեզուրի միջանցք արտահայտություն։ Ըստ թուրքագետի Ադրբեջանի նախագահը արտահայտում է իր ընկալումը։ Ալիևը այնքան էր Զանգեզուրի միջանցք ասել իր ժողովրդին, որ հիմա պետք է համոզի, որ նույն տրամաբանության մեջ է։ Չեմ կարծում, որ ամերիկացիները լուրջ կընկալեն նրա հայտարարությունները, ասաց Սաֆրասյանը։ Նա նկատեց, որ Ալիևը անկանխատեսելի գործիչ է։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նշեց. Թուրքիան շահագրգռված է, որ հայ-ադրբեջանական համաձայնագիրը արագ ստորագրվի։ Թուրքիայի դիրքերը մեր տարածաշրջանում ուժեղացան, իսկ Ռուսաստանինը թուլացան։ Նա փորձում է դա ֆիքսել, ասաց Սաֆրասյանը։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որևէ մեկը իրավունք չունի Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա անուն դնել։